Անցած կիրակի որոշեցինք ընկերներով գնանք քաղաքից դուրս։ Մեքենան փչացավ։ Ստուգեցինք ամեն բան, մատորը տեղն է, լարերը կան։ Տենց էլ գլուխ չհանեցինք, ինչի խոդի չընկավ։ Բայց մենք նպատակով էինք դուրս եկել ու պետք է ամեն գնով հասնենք դրան։ Որոշեցինք ոտքով գնանք ու ընկանք ճանապարհ։ Համ էլ այսպիսի ընկերների հետ չի կարելի տխրել։ Ավտոստոպով թվում էր անհնար է հասնել Դիլիջան։ Դե ավտոյի մեջ ով պետք է 7 հոգու տեղ ունենար, որ մեզ էլ տաներ։ Ու երկար բութը պահելուց հետո կանգնեց առաջին մեքենան։ Նենց ուրախացա, որ պարզվեց Վահագնն է։ Կեսին Վահագի հետ ճամփեցինք, իսկ մյուս կեսն էլ եկավ ֆուրերով։ Իսկ դուք ինձ կհարցնեք, թե դա ի՞նչ նպատակ էր, որ տենց ուզում էիք հասնեիք։ Ասեմ, գնում էինք լովի մոտ ճամփորդի տնակ ձուկ սարքենք ուտենք։ Ժողովուրդ սարքելու ընթացքում մտածում էի, որ ամեն մարդ ընկերներին իր ձևով է պատկերացնում։ Իսկ որն է մեր ձևը։ Առաջին փորձության ժամանակ, երբ մեքենան փչացավ, մենք կարող էինք ցրվել տներով, բայց չէ։ Մենք չընտրեցինք հեշտ ճանապարհը, այլ գնացինք մինչև վերջ։ Համ էլ երբ ընկերներ ունես, ովքեր քեզ հետ նույն ճանապարհն են ընտրում, դա արդեն մեծ արժեք է։ Այո, մեր բախտը բերել է, որ մեզ իրար չի կապել ձուկիկը։ Երբ ունես ընկերներ, որոնց վստահում ես, մնացած ամեն ինչ երկրորդական է դառնում։ Սրանից ավել էլ ինչ է պետք։ Սա էլ մեր ձևն է։ Իսկ դուք կոմենտներում գրեք, թե ինչ է ձեզ համար ընկերությունը։